մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, պետական մարմինների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի դատախազներ, հարգելի դեսպաններ, միջազգային հյուրեր, հարգելի տիկին գլխավոր դատախազ, շնորհավորում եմ բոլորիս դատախազության աշխատողի օրվա առիթով եւ պիտի գոհունակություն արտահայտեմ այն փաստի վերաբերյալ, որ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, պետական մարմինների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի դատախազներ, հարգելի դեսպաններ, միջազգային հյուրեր, հարգելի տիկին գլխավոր դատախազ, շնորհավորում եմ բոլորիս դատախազության աշխատողի օրվա առիթով եւ պիտի գոհունակություն արտահայտեմ այն փաստի վերաբերյալ, որ դատախազության աշխատողի օրվա միջոցառումների տրամաբանությունը եւ բովանդակությունը փոխվում է եւ ըստ էության, եթե չեմ սխալվում, արդեն երկրորդ տարին միջազգային կոնֆերանսի ձևաչափով է անցկացվում եւ սա կարծում եմ ամենալավ ձևերից մեկն է անդրադառնալու դատախազության գործունեությանը եւ իհարկե կիսելու փորձը մյուս գործընկերների հետ եւ մյուս գործընկերներից լսելու իրենց փորձի մասին, որովհետեւ օրենքը, իրավունքը զարգանում է եւ ինչքան մենք լինենք միջազգային հաղորդակցության մեջ, այնքան ավելի արդյունավետ կլինենք Հայաստանում արդարության եւ արդարադատության հաստատման, թույլ տվեք ասել, համաժողովրդական ակնկալիքը իրականություն դարձնելու ճանապարհին։ Այս տարվա քննարկումը նվիրված է ապօրինի գույքի բռնագանձման համակարգին եւ դրա հետ կապված մի շարք հարցերի, եւ ես ուզում եմ առիթ օգտագործել մի կարևոր իմ կարծիքով թյուր ըմբռնում պարզաբանելու համար։ Կա ընդհանուր ընկալում եւ այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը եւ ինստիտուտը ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում, բայց թույլ տվեք ասել, որ սա թյուր ըմբռնում է, որովհետեւ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից եւ միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաները այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ եւ ոչ օրինական ուշադրությունը ինքը հեռանկար չունի, որովհետեւ այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է բերելու եւ ինչի է հանգեցնելու, եւ այս առումով ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում իհարկե եւ ժողովուրդը եւ կառավարությունը մի քիչ անհամբեր են, այնուամենայնիվ հակակոռուպցիոն քաղաքականության, կառավարության եւ կառավարող մեծամասնության շատ կարեւորություններից մեկն է եւ այս առումով ուզում եմ ընդգծել, որ ինձ համար որպես վարչապետ ամենաանհանգստացնող փաստերից մեկը այն է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունների մեջ եւ այդ թվում միջազգային վարկանիշերում մենք որոշակի լճացման փուլում ենք հայտնվել, տենց մի քիչ այդ լավ է, որ մի քիչ հետ են գնում, մի քիչ առաջ են գալիս ու տենց ինչ որ տեղապտույտի վիճակի մեջ են, բայց սա իրականում անհանգստացնող փաստ է, որի հետ մենք որևէ կերպ չենք կարող համակերպվել, որովհետև մեզ համար սկզբունքային է, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում անընդհատ եւ սկզբունքային եւ հետեւական առաջընթաց արձանագրենք եւ իհարկե նաեւ ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ կառավարությունը, նոր ձևավորվող կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը առաջնային խնդիր է համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը պայմանական ասած վերագործարկելու կամ թարմացնելու կամ ռեստարտ անելու process-ը եւ սա շատ կարեւոր է մեզ համար։ Իհարկե նաեւ մենք ունենք մի խնդիր, որը նաեւ այդ թվում դատախազության գործընկերների հետ համագործակցությամբ պետք է լուծենք արդարադատության մարմինների, կառավարության, խորհրդարանի
ի վերջո անհրաժեշտ է ձևակերպել հստակ հանրային կոնսենսուս, թե ինչ է արդարություն եւ ինչ է արդարադատություն, որտեղ թվում է թե պարզ եւ հասկանալի բառ է, բայց դա երբ որ գալիս ենք պրակտիկ տիրույթ, ակնհայտ է դառնում, որ կան հարցեր, որոնց պետք է պատասխանել։ Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում եւ զգում եմ, որ հանրային կոնսենսուս չկա, կամ հանրային կամ պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե արդարությունն ու արդարադատությունը ինչ են։ Իմ պատկերացմամբ արդարադատությունը եւ արդարությունը ինքը դիտարկվում է միայն եւ միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետեւ այն ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը, առավելագույնս համապատասխանում է արդարությանը եւ արդարադատությանը։ Այստեղ ամենակարևոր դրույթը սրանից հետո այն է, որ լեգիտիմության մի աղբյուր կա եւ այդ աղբյուրը սուվերենն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ չի կարող արդարությունն ու արդարադատությունը ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից։ Ես առիթ ունեցել եմ ասելու եւ հիմա էլ եմ ասում, իմ կարծիքով մեր իրավական սոցիալ-հոգեբանության մեջ այս խնդրը լրջորեն գոյություն ունի։ Արդարությունը եւ արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն ժողովրդի հետ։ Ես չեմ ասում, թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության եւ արդարադատության տեսքով։ Ընդհակառակը, արդարության եւ արդարադատության ինստիտուտները ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով շահերի պաշտպանությամբ, եթե պայմանականորեն ասենք, նույնիսկ այն տեղերում, որտեղ ժողովուրդը վրեժի կամ վենդետայի ցանկություն ունի, արդարության եւ արդարադատության ինստիտուտները հենց սա պետք է սահմանափակեն, բալանսավորեն եւ բերեն ճիշտ տրամաբանության մեջ, որպեսզի նաեւ պոտենցիալ մեղադրվողների կամ ամբաստանվողների շահերը եւ իրավունքները պաշտպանվեն։ Բայց ես կարծում եմ, որ իրականում այս բանաձևը մեզ չի հաջողվել Հայաստանում ներդնել առաջին հերթին, ելի եմ ասում իմ կարծիքով իրավական մենթալիտետի պատճառով եւ իրավական սոցիալ հոգեբանության պատճառով, եւ ես կարծում եմ, որ անխուսափելի է դրա մասին մենք խոսել ենք, մենք այս խնդիրների լուծման հետևից պետք է գնանք երկու ուղղությամբ։ Առաջինը մեր սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ, այսինքն սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամ արտահայտությամբ, եւ երկրորդը իրավական եւ իրավաբանական կրթության ոլորտում մեզ անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ եւ փոփոխություններ, եւ ես վստահ չեմ, որ Հայաստանում իրավական եւ իրավաբանական կրթությունը զարգանում է համահունչ այն տրամաբանությամբ եւ այն տրամաբանությունների, որ տեղի է ունենում աշխարհում եւ որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք այս ճեղքի հարցը պետք է լուծենք, ուզում եմ նաեւ ասել, որ սրանք թարմ տպավորություններ են նաեւ նախընտրական քարոզարշավից, որովհետեւ ասել եմ երևի, ելի ուղիղ ուզում եմ խոստովանել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ինձ համար ամենամեծ դժվարությունը եւ բարդությունը ծագել է այնտեղ, որտեղ ես ստիպված եմ եղել պատասխանել մարդկանց հարցերին Հայաստանի Հանրապետությունում արդարության եւ արդարադատության բացակայության վերաբերյալ։ Եվ սա ելի եմ ասում, ես հասկանում եմ եւ ընդունում եմ, հարգում եմ իշխանությունների տարանջատման, բաժանման սկզբունքը, բոլոր միջազգային չափանիշները եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց նաեւ դատական համակարգի ներկայացուցիչների հետ եմ այս թեման քննարկել, նաեւ տարբեր իրավապահ մարմինների հետ եմ այս թեման քննարկել։ Ի վերջո բոլոր այդ ոլորտին վերաբերող հարցերը հնչում են ինձ, ոչ մեկ ամենայն հարգանքով, ոչ մեկ օրինակ կամ եթե ոչ մեկ շատ քչերն են գոնե թե փողոցում, երբ որ դատախազը կամ դատավորը քայլում է, իրեն կանգնեցնում, ասում են, բա այս երկրում ինչի արդարություն, արդարադատություն չկա։ Այդ բոլոր հարցերին պատասխանում եմ ես կամ քաղաքական ներկայացուցիչները եւ ես ակնկալում եմ, որ Հայաստանում դատաիրավական համակարգը ինձ մատակարարի այդ հարցերի պատասխաններով, որովհետեւ պետք է ուղիղ ասեմ, ես այդ հարցերի պատասխանները չունեմ, այդ հարցերը իմ մոտ են ծագում,
բայց այդ հարցերին պատասխանելիս կամ այդ հարցերը բարձրացնելիս նաև ես եմ կաշկանդված իմ լիազորություններով եւ իմ լիազորությունների սահմանով, բայց քաղաքացին Հայաստանի ժողովուրդը ոչ մի բանով կաշկանդված չի։ Նա ունի հարցեր եւ այդ հարցերին պետքա տրվի պատասխաններ։ Եվ ամենատարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ես նախորդ 8 տարիներին անընդհատ հասկացել եմ, որ դեռ էլի ինստիտուցիոնալ զարգացումներ, դեռ էլի բարեփոխումներ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ուզում եմ ասել նաեւ, որ Հայաստանի կառավարությունը իմ կարծիքով Հայաստանում արդարության եւ արդարադատության հաստատման համար ըստ էության բոլոր այն հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որ կառավարության առաջ դրվել է, մենք այդ հարցերը լուծել ենք։ Եվ հետեւաբար այդ հարցերի եւ լուծել ենք նաեւ ժողովրդին անընդհատ դա բացատրելով, որ մենք այս բոլոր որոշումները բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն եւ արդարադատություն։ Իսկ այսօր կներեք իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին։ Նրանք, ովքեր ունեն փող, նրանք, ովքեր ունեն կապեր, նրանք, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ։ Եվ սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է, այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ։ Չկա ուրիշ տարբերակ եւ ես կարծում եմ, որ նաեւ մենք պետք է հստակ առերեսվենք այս խնդրին։ Եթե արդարությունն ու արդարադատությունը հասանելի է էլիտարներին, ուրեմն դա չկա ուղղակի, չկա։ Ասենք ենթադրենք որևէ սպանություն անզգուշա, թե դիտավորյալը կախված է նրանից, թե ով է արել։ Ասենք ում եղբոր տղան է, ում սանիկն է, ում քավորն է, ինչքան փող ունի, ինչ մեքենա է քշում։ Սա պրոբլեմ է։ Եվ եթե կառավարությունը, ես բնականաբար դա չեմ տեսնում, բայց մարդիկ հասանելի են դարձնում ինձ, իրենք ինձ հասանելիություն ունեն։ Ես չեմ կարող իհարկե իրավական վերլուծություններ անեմ եւ էդ էլ ասեմ, գուցե թե մաքուր իրավական վերլուծությունը ելի մեզ բերի նույն հետևություններ, բայց ես ասում եմ տպավորությունների մասին։ Եվ տպավորությունը ընդհանուր առմամբ շատ վատ է, հարգելի գործընկերներ։ Եվ ես էլի եմ ասում, դա տեսել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչով առանձնահատուկ նախընտրական քարոզարշավը, որովհետև կարճ ժամանակահատվածում շփվում ես հանրապետության բնակչության բոլոր շերտերի հետ։ Ուրիշ ժամանակներում լավ մի դեպք առնում, ասում ես երևի առանձին մի դեպք է, երկու դեպք առնում, ասում ես երևի առանձին, բայց երբ որ այդ հարցը ամեն օր ծագում է, նշանակում է մենք այստեղ համակարգային խնդրեմ ունենք, համակարգային խնդիրներ ունենք։ Նաև ուզում եմ ասել, որ համակարգային խնդիրը նաև այն է, երբ որ շատ հաճախ առաջնորդությունը փոխվում է, բայց համակարգը մեկա գործում է իր տրամաբանությամբ։ Առնվազն այն պահին, երբ որ մի հատ հայացքը այս կողմ ես անում, համակարգը էլի սկսում է գործել իր տրամաբանությամբ։ Իսկ որևէ մեկը չի կարող 24 ժամ հայացքը նույն կետի վրա պահել եւ մանրադիտակով, մանավանդ մեծ համակարգերի պարագայում։ Որտեղ մենք համակարգեր ունենք, հազարավոր մարդիկ կան այդտեղ աշխատող, ովքեր որոշումներ են կայացնում, ունեն այդ լիազորությունները։ Եվ ես կարծում եմ, որ սա էլ մի հարց է, որի մենք պետք է անդրադառնանք, եւ իհարկե հիմա մենք փառք Աստծո ապօրինի գույքի բռնագանձման համակարգով մենք այսօր արդեն ունենք օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ եւ մենք դա տոնում ենք, որ ի վերջո համակարգ եկել է տեղը հասել։ Բայց եկեք այդտեղ խոստովանենք, որ համակարգի լիարժեք գործարկումը ինքը շատ երկար է տևել իրականում։ Ինչի է երկար տևել։ Էլի համակարգային դիմադրության պատճառով։ Որովհետև այդ թեմայի շահառուների քավորները, սանիկները եւ այլն դեռ շարունակում են մնալ այն համակարգերում, որտեղ որոշումները կայացվում են։ Եվ ընդ որում այն չի, որ մենք դրա մասին չենք իմացել, պարզապես 2018 թվականի հեղափոխությունը այս տրամաբանությունն է ունեցել։ Մենք ասել ենք, որ այս է ժողովրդի կամքը եւ նրանք, ովքեր այդ կամքի տրամաբանությամբ
կարող են եւ ուզում են գործել, յուրաքանչյուրը պետք է ունենա շանս։ Բայց ճիշտ է, մենք ձև ենք արել, տենց ասել ենք, չենք ուզեցել սրել, բայց մենք պետք է հարց տանք մեզ, այս 5 տարի ինչի ենք սենց անընդհատ ինչի ենք պատտվում նույն կետի վրա։ Այս ստորակետը ոնց որ այդ լավ չի, մի հատ տանենք Վենետիկի հանձնաժողովով մի հատ է պատտենք մարդու իրավունքների եվրոպական դատարանով կոնֆերանս անենք եւ այլ տեսնենք այս ստորակետը ճիշտ տեղում է դրած, թե ճիշտ տեղում չի դրած։ Հետո պարզում են, որ չէ ճիշտ տեղում չի դրած, եւս 2 տարի քննարկում, թե այնուամենայնիվ ստորակետը մի բառ առաջ պետքա տանենք, թե 2 բառ։ Իհարկե ես մեծ հարգանք ունեմ ստորակետների նկատմամբ եւ ամենևին չեմ թերագնահատում դրանց դերը, հատկապես իրավաբանության մեջ։ Բայց այնուամենայնիվ մենք պետք է արագ գործենք։ Եվ այդ թվում այս նախընտրական քարոզարշավը եւ ընտրությունները ձևակերպել են հարցեր։ Եվ այդ թվում դատաիրավական համակարգ այդ հարցերին պատասխանելու երկար ժամանակ չունի, որովհետեւ եթե այդ հարցերին չհնչեն պատասխաններ, կոնկրետ այդ նշանակում է Հայաստանի դատաիրավական համակարգը սաբոտաժի է ենթարկում այդ հարցերին պատասխանելը։ Սա արդեն քաղաքական իրադրություն է եւ այդ քաղաքական իրադրությունը պետք է հասցեագրվի քաղաքական ճանապարհներով։ Բայց մյուս կողմից ես հավատում եմ եւ հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանում այդ ըմբռնումը բավականին հուսալի, հենարան ձևավորել է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում։ Հակառակ դեպքում նույնիսկ այսպիսի ժամկետներում այդ համակարգային դիմադրությունը հնարավոր չէր լինի ճեղքել եւ process-ը կմտներ փակուղի։ Բայց լավ լուրն է նա, որ process-ը փակուղի չի մտել եւ ելք միշտ էլ կա։ Եվ ես հույս ունեմ, որ այդ թվում այսօրվա քննարկումների ընթացքում, այդ թվում մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մենք այդ ելքերը կգտնենք, որովհետեւ շատ կարեւոր է եւ ես էլի ուզում եմ ընդգծել, այս ամեն ինչը ինչ որ ասում եմ, իհարկե որևէ բան, որևէ միլիմետրով չպետք է շեղվի մեր միջազգային ստանձնած պարտավորություններից եւ ինչպես մենք ընդունված է ասել եվրոպական այն ստանդարտներից, որը մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունենա։ Եվ սա մի օրակարգ է, որի հետ այդ թվում մեր միջազգային գործընկերների հետ մենք համագործակցությունը հույս ունեմ հնարավորինս կընդլայնենք։ Վերադառնալով դատախազության աշխատողի օրվան, ուզում եմ շնորհավորել դատախազության բոլոր աշխատողներին, նրանց ընտանիքի անդամներին, մեծերին եւ փոքրերին եւ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար եւ իմ աջակցությունը հայտնել բոլոր այն